Հայտնություն 19-րդ գլուխ։ Այնուհետև լսեցի ինչպես բազմության մի բարձր ձայն երկնքում, որ ասում էր. Ալելույա, փրկություն, փառք եւ զորություն մեր Աստծուն, որովհետև ճշմարիտ ու արդար են դատաստանները նրա, քանի որ դատեց մեծ պոռնիկին, որն իր պոռնկության մեջ ապականեց երկիրը, եւ նրանից լուծեց արյան վրեժն իր ծառաների։ Եվ շարունակում էին օրհներգել ու ասել. Ալելույա։ Իսկ նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից։ Եվ ծնկի եկան 24 երեցներն ու 4 կենդանիները, եւ երկրպագեցին գահի վրա նստած Աստծուն, ասելով. Ամեն, ալելույա։ Եվ գահից մի ձայն ելավ, որ ասում էր. Օրհներգեք մեր Աստծուն, նրա բոլոր ծառաները, եւ դուք, որ երկնչում եք նրանից, փոքրեր եւ մեծեր։ Եվ լսեցի մի ձայն, ինչպես ձայնը մի մեծ բազմության, ինչպես ձայնը հորդառատ ջրերի եւ ինչպես ձայնն ուժեղ որոտի, որ ասում էր դարձյալ. Ալելույա, թագավորեց մեր ամենակալ Աստվածը։ Ուրախանանք, ցնծանք ու փառք տանք նրան, քանի որ հասավ գառան հարսանիքի ժամը, եւ կինը նրա հարսը պատրաստվեց։ Հարսին տրվեց հագնելու սպիտակ, մաքուր եւ լուսափայլ բեհեզ, խորհրդանիշը սրբերի արդարության։ Եվ հրեշտակն ինձ ասաց. Գրիր այս բանը, երանելի են բոլոր նրանք, որ կանչված են գառան հարսանիքի ընթրիքին։ Եվ կրկին ասաց. Այս խոսքերն Աստծու ճշմարիտ խոսքերն են։ Ես, ընկնելով նրա ոտքերի առաջ, երկրպագեցի նրան, իսկ նա ինձ ասաց. Լսիր, մի ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո եւ քո եղբայրների, որոնք վկայում են Հիսուսին։ Տիրոջը, Աստծուն երկրպագիր, քանզի Հիսուսի մասին վկայությունը մարգարեության հոգով է։ Տեսա երկինքը բացված, եւ ահա մի սպիտակ ձի, որի հեծյալը կոչվում է հավատարիմ եւ ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։ Նրա աչքերը նման էին կրակի բոցի, եւ նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որն իրենից բացի ոչ ոք չգիտի, եւ իր վրա գցել էր արյունով ներկված մի զգեստ, նրա անունն էր Բանն Աստծու։ Եվ երկնքի զորավարներն ու երկնքի զորքերը, ձիեր հեծած եւ մաքուր ու սպիտակ բեհեզներ հագած, գնում էին նրա հետևից։ Նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին, եւ նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի ամենակալ Աստծուց հասունալի բարկության գին ու հանձանը։ Եվ իր պատմուճանի եւ ազդրի վրա կար գրված մի գրություն. Թագավոր թագավորների եւ Տեր տերերի։ Տեսա նաեւ մի ուրիշ հրեշտակի, որ կանգնած էր արեգակի վրա։ Նա աղաղակեց բարձր ձայնով երկնքի մեջ թռչող բոլոր թռչուններին, ասելով. Եկեք, հավաքվեք Աստծու մեծ ընթրիքին, որպեսզի ուտեք թագավորների, հզորների եւ երիվարների ու նրանց վրա նստած հեծյալների, ազատների ու ծառաների, մեծի եւ փոքրի մարմինները։ Տեսա գազանին, երկրի թագավորներին եւ նրանց զորքերին հավաքված պատերազմ մղելու սպիտակ ձիու հեծյալի եւ նրա զորքի դեմ։ Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը եւ երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։ Մնացածները մեռան ձիու վրա հեծնողի սրից, որ ելնում էր նրա բերանից։ Եվ բոլոր թռչունները հագեցան նրանց մարմիններից։